Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Մեր քննարկումը շարունակենք Գյումրիի ընտրությունների հետքերով։ Ինչպես հայտնի է, կիրակի օրը տեղի ունեցան ընտրություններ, որոնք արձանագրեցին արդյունքներ, ըստ որի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առաջատար դիրք զբաղեցրեց, սակայն տոկոսը բավարար չէ, որպեսզի քաղաքապետ քաղաքացիական պայմանագրից ընտրվի, սակայն մենք տեսնում ենք, որ որոշ շարժեր կան այլ քաղաքական ուժերի կողմից եւ փորձում են ավականու 33 տեղերից մեծամասնություն ձևավորել, մի քանիսը Ռուբեն Մխիթարյանը, այն Մայր Հայաստան շարժման ներկայացուցիչը եւ Վարդան Ղուկասյանը, որը երկրորդն է իր հավաքած ձայների թվով, արդեն միավորման մասին հայտարարել են, սակայն դա էլ բավարար չէ եւ կախված է հետագայում թե ինչպես իրեն կդիրքավորի Մարտուն Գրիգորյանը, ով նաև ազգային ժողովի պատգամավոր է եւ դրանից հետո նոր կարելի է վերջնական եզրահանգումներ անել։ Սակայն Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործ է հարուցված, ինչ հեռանկարներով, դա էլ պարզ չէ հաշվի առնելով մեր քնչական, դատական, դատախազական համակարգի այդ զիգզագները, որոնք անցած ժամանակահատվածում մենք տեսել ենք, պարզ չէ ոչինչ։ Փորձենք հասկանալ։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար տեսակապով Գյումրիից, ում սիրով ուզում եմ ներկայացնել, մեր այսօրվա հյուրն է Ասպարեզ ակումբի ղեկավար, Եվրադաշինքի կողմից առաջադրված տեխնացու Լևոն Բարսեղյանը։ Բարև ձեզ, պարոն Բարսեղյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Բարսեղյան, դուք ուշիուշով հետևում եք նույնիսկ օնլայն ռեժիմով, հա, եւ նաեւ անմիջականորեն շարժերին, խոսակցություններին, տեղեկատվությանը կապված Գյումրիում տեղի ունեցած ընտրություններից հետո ձևավորված իրավիճակի հետ ձեր գնահատականը, որ կետին ենք հասել եւ ուր ենք գնում, համեցեք։ Շնորհակալություն։ Ես կասկած ունեմ, որ եթե որոշ քաղաքական ուժեր մտածեին, որ մանդատների այսպիսի դասավորություն է լինելու, կամ ամենասկզբից կխմբավորվեին, կամ չէին մասնակցի այս process-ին, հիմա ստացվել է մի դրություն, երբ բավականին բարդ է ընդդիմության ավականու կազմում հայտնված 4 ընդդիմադիր քաղաքական ուժերի որոշում կայացնելու վիճակը, ճիշտ է, հարաբերական մեծամասնություն ունի քաղաքացիական պայմանագիրը 14 մանդատով, մյուսները հավաքականության մեջ ունեն 19 մանդատ, բայց Քոչարյան Ռոբերտի եւ Սերժ Սարգսյանի թևերի քաղաքական ուժերը ոնց որ թե առայժմ ընդհանուր հայտարարի չեն գալիս։ Միանշանակ ասել, որ կառավարվում են այդ ուժերը հենց Երևանից եւ տեղական որևէ նշանակություն չունի իրենց դիրքը սխալ է։ Հակառակը պնդելն է սխալ, թե միայն այստեղ են որոշում 4 քաղաքական ուժերը կամ այդ ուժերի առաջնորդները ինչպես վարվել, սա էլ է սխալ։ Համարում եմ, որ եւ այստեղ եւ Երևանում է որոշվում, թե ինչպես վարվել։ Սկսենք ամենավերևից, ամենակարևոր խնդիրը ըստ իս այդ քաղաքական ուժերի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելն է եւ խորհրդարանական ընտրությունների նախընթաց այս 14 ամիսներում
ինչ որ ընդհանուր դիրքորոշում, եթե չասեմ ռազմավարություն ունենալն է, թե ինչ են անում, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը իշխանազրկվի, ես ենթադրում եմ, որ նման ռազմավարական նպատակ ունեն եւ Քոչարյան Ռոբերտի թիմը եւ Սերժ Սարգսյանի թիմը, ինչպիսի կուսակցական անուններ էլ ուզում եք տակ, կարևոր չէ կուսակցությունների անվանումը, իրենց մոտեցումը այդ է, իշխանազրկել քաղաքացիական պայմանագրին եւ ավելի կարևոր բան ունեն, թիրախ ունեն վերադառնալ իշխանության։ Այդ վերադառնալը բան է, որ մեկը վերադառնա, որ մեկը լինի դոմինանտ, որ մեկը լինի բան օգնական ուժ Քոչարյանը, Հիմիկվա ազգային ժողովի խորհրդարանական ընդդիմության կառուցվածքից ստատելով մի 4-5 անգամ ավելի մեծ կապիտալիզացիա է արել Քոչարյանը մանդատների թվով երբ նայում եք Գյումրու դեպքում էլ որ նայում եք ուշադրությամբ տեսնում եք որ Քոչարյանական թևը կրկնակի մի քիչ ավել մանդատ ստացավ ավականու կազմում Վարդան Ղուկասյանը կարող է ասել, որ չէ, այ մարդ ես ինքնուրույն եմ, կոմունիստական կուսակցության հետ եմ, Քոչարյանի հետ ինչ կապ ունեմ, չեք կապ ինտեղ, բայց եւ ինքը խոստովանել է մի քանի անգամ, որ իր հարգելի պաշտելի առաջնորդն է Քոչարյան Ռոբերտը եւ այլն, հա։ Հիմա այդ Երևանի կամ ասենք համապետական մասշտաբի խնդիրներից գալով այստեղ ըստ երևույթին պիտի մտածեն այնպես անել, որ այստեղ ինչ որոշում էլ կայացնեն, սա նպաստի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստությանը գուցե եւ Հայաստանում մինչ այդ տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների որոշ համայնքներում կայանալիք արտահերթ ընտրություններին, ենթադրենք Վանաձորում, հա, կամ մեկ ուրիշ տեղում։ Այսինքն պատրաստ լինեն, որ այս ամբողջ process-ը աճեցվի, հասունացվի եւ կուլմինացիան գագաթը հասցվի խորհրդարանական ընտրություններին։ Սա ողջամիտ տրամաբանություն է, ինձ թվում է, եւ գալով տեղական բովանդակությանը այս հնարավոր կոալիցվել չկոալիցվելու ամենից առաջ պիտի հիշենք ամենատեղական տեղային խնդիրը, որը անձերի հարաբերություններն են այս դեպքում Ղուկասյան Վարդանի եւ Մարտուն Գրիգորյանի ընտանիքների, գերդաստանների հարաբերությունները անցյալից եկող ուրեմն կոնֆլիկտները, քրեական դեպքերը ու իրենց հայտարարությունները միանալ չմիանալու մասին, հնարավոր զարգացումների մասին։ Շատ բարդ է, ինձ համար շատ բարդ է պատկերացնել, որ Մարտուն Գրիգորյանի թևը, ասենք էլի, Մարտուն Գրիգորյանը մի անձնյա չէ, էլի, հակված կլինի քվեները տալ Վարդան Ղուկասյանին, որպեսզի Վարդան Ղուկասյանը նորից այստեղ դառնա քաղաքապետ։ Համարյա անպատկերացնելի բան է։ Մյուս կողմից 6 մանդատով մնալ որպես երրորդ ուժ հասկանալի է, որ իշխանություն ունենալու քաղաքում քաղաքապետ դառնալու հավակնությունները բան են, անլուրջ են։ Մյուս կողմից պիտի հիշենք Վարդան Ղուկասյանի հայտարարությունը Սերժիկ Սարգսյանի մասին, որ արեց քարոզարշավի սկզբում, թե եթե ինձ հետ մի բան պատահի, իմ ընտանիքի հետ մի բան պատահի, ուրեմն Սերժ Սարգսյանն է մեղավոր։ Լրագրողները հետո հարցրեցին բացատրություն, մեկնաբանություն, ոչինչ չբացատրեց։ Չխոսեց նաև այն մասին, թե ինչ է մտածում իր թեմ արված 2007 թվականի մահափորձի մեղավորների, կասկածյալների մասին։ Իրավապահներին չգիտեմ ասել է, չի ասել իր կասկածները, այս 10 քանի տարիների ընթացքում, բայց հրապարակավ դեռ ոչինչ չի ասել։ Հիմա այդ տեսակ անուղղակի մեղադրանքից հետո հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանը Մարտուն Գրիգորյանին ինչ հորդոր կտա։ Հրամանել չեմ ուզում ասել, որովհետև կարծում եմ, որ Մարտունը այդ մարդկանցից չէ, որ պիտի հրամանի ենթարկվի, բայց վերջը այդ կուսակցության քվոտաներով է պատգամավոր ու այսինքն այդ խմբակցության անդամ է Եվ արդյոք բանը Սերժ Սարգսյանը կամ իր գործակատարները կհանդուրժեն Վարդան Ղուկասյանի այս տեսակ հայտարարությունից հետո որևէ աջակցություն նրան քաղաքապետ դառնալու հարցում։ Մանավանդ Վարդան Ղուկասյանը ժամանակին կեշ հիասթափեցրել էր Սերժիկ Սարգսյանին, պարբերաբար խոստանալով բարձր տոկոսներով քվեներ այստեղ 2013 թիվ, 2008 թիվ եւ պարբերաբար ծախողելով իր այդ խոստումները։ Խոստանում էր մեծամեծ քվեներ, բայց Սերժիկ Սարգսյանն ու Հանրապետականը այստեղ տանում էին հազիվ 24-26%։ Այդ հիասթափությունների արդյունքում էր, որ Սերժիկ Սարգսյանը 12 թվականին Վարդան Ղուկասյանին տուն ուղարկեց
Հա, եւ նրա փոխարեն առաջարկեց դառնալ քաղաքապետ Սամվել Պալասանյանին։ Դա կարելի է թեթև բան համարել, համեմատած այս վերջին այդ հայտարարության հետ, որը ես քիչ առաջ ասացի։ Արդյոք Սերժ Սարգսյանը համաձայն կլինի Մարտուն Գրիգորյանի քվեների միջոցով աջակցել Քոչարյանական թևի ներկայացուցչին, թե այնուամենայնիվ կգցեն կբռնեն, որ համապետական մասշտաբով իշխանության վերադառնալու կամ ռևանշ անելու խաթեր հարկավոր է բան անել, բոլոր ուժերը համախմբել եւ 19 մանդատով Վարդան Ղուկասյանին դարձնել քաղաքապետ, կպնել դառնա ընդդիմություն, այսպես ասած։ Առայժմ ցենզուն չկա, ժամանակ կա դեռ, վերջնական արդյունքները պիտի հրապարակվեն եւ մի շաբաթ կարելի ասել, որ ժամանակ կա։ Պարոն Բարսեղյան, դուք ասում եք, որ գրեթե անհավանական է, որ Մարտուն Գրիգորյանի թիմը իր ձայները տա Վարդան Ղուկասյանին եւ դրանով դարձնի քաղաքապետ։ Ընդունենք, որ դեպքերն ընթանում են ձեր կողմից նշված առավել հավանական հունով եւ ձայն չեն տալիս, այդ դեպքում ինչ է լինում։ Ավականին ցրվում է եւ ընտրություններ, հա, ճիշտ եմ հասկանում։ Ոչ, դեռ ոչ։ Իրավական կարգավորումները գործող օրենսդրությունը հետեւյալ սցենարներն են առաջարկում, ինչ կարող է տեղի ունենալ։ Որպեսզի պարզ լինի հաղորդմանը հետևողներին, դատելով բազմաթիվ արձագանքներից, ահագին մարդ չի պատկերացնում այս ընթացքը, մտածում է, թե երկրորդ փուլ է լինելու առավել քվեներ հավաքած երկու քաղաքական ուժերի միջև, ժողովուրդը գնալու է քվեարկի, ստիպված եմ նորից բացատրել այդ հատվածները, մարդիկ իմանան, որտեղ հետաքրքրությունը սրվել է եւ լավ է հիմա իմանան, քան թե հետո իմանան։ Ուրեմն ավականու կազմը ակնհայտ է 33 հոգի հավաքվել են առաջին նիստում եւ առաջին օրակարգային հարցը օրակարգ հաստատելուց հետո համայնքի ղեկավար ընտրելն է, հետո նաեւ արդեն առաջին տեղակալ ավականու կազմից։ Ուրեմն նախատեսում է օրենսդրությունը, որ առաջին փուլում արդեն ավականու նիստում, հիմա ինչ փուլեր որ նկարագրում են, վերաբերվում է ավականու նիստում լինելիքին։ Առաջին փուլում համայնքապետ ընտրվում է նա, ով հավաքում է ավականու անդամների ընդհանուր թվի կեսից ավելին։ 17, 18 եւ ավելի քվե հավաքող։ Եթե այս համաձայնությունը չի կայանում, ասենք Մարտուն Գրիգորյանը չի աջակցում Ղուկասյան Վարդանին եւ հայտարարել է, որ ԿՊԻ-ից չի լինելու համայնքապետը, սա հայտարարել է Մարտուն Գրիգորյանը։ Սա նշանակում է, որ քվեները չի ավելա, 6 քվե չի տալու 14 քվե ունեցող քաղաքացիական պայմանագրին եւ եթե չի էլ տալու Վարդան Ղուկասյանին, պարզ է, որ առաջին քվեարկության ժամանակ որևէ քաղաքական ուժ քվեների կեսից ավելին չի ստանալու։ Գալիս է երկրորդ քվեարկությունը։ Երկրորդ քվեարկությունը լինելու է առաջին քվեարկության արդյունքով առավելագույն քվեներ ստացած երկու տեխնացուների քվեարկությունը։ Այսինքն 14 քվե, եթե ԿՊ-ն մասնակցում է քվեարկությանը, հա, տեխնացու է առաջ քաշում ավելի ճիշտ։ Սարիկ Մինասյանին առաջադրում է, այն կողմից էլ Վարդան Ղուկասյանին առաջադրում։ Առավելագույն քվեները պարզ է, չէ, 14 եւ 13 է լինելու Վարդան Ղուկասյանը գումարած իր երկու սատելիտ քաղաքական ուժերը։ Երկրորդ փուլում ինչ կարող է լինել, Մարտուն Գրիգորյանի թիմը կարող է քվեարկությանը չմասնակցել, կարող է տուն գնալ, կարող է ձեռնպահ քվեարկել, եթե քաղաքական որոշում ունենան չկոալիցվելու, բայց քվեներից որոշները տանես թևին, որոշները են թևին, համենայն դեպս քվեները բավարար չեն, որպեսզի երկու կողմն էլ ունենան կես անցնող քվեներ։ 13 քվե ունեցող Վարդան Ղուկասյանին պետք է 4 քվե, հա, իսկ 14 քվե ունեցող Սարիկ Մինասյանին հարկավոր է գոնե 3 քվե, եղավ 7։ Հա, 3։ Իսկ բանը Մարտուն Գրիգորյանը ունի 6 հոգի ավականու կազմում։ Այսինքն ինքը կամ պիտի կողմնորոշվի, եթե չի կողմնորոշվում, ուրեմն հավանաբար ձեռնպահ են քվեարկում կամ թողնում է ազատ քվեարկել։ Ազատ քվեարկել, ասենք խմբակցության անդամներին ասել ինքնուրույն որոշեք, ես քիչ անհավանական եմ համարում, էլի, հա, այսքան պայքարից բանից հետո նման բան ասել։ Երկրորդ քվեարկության արդյունքում որևէ մեկը էլի չի ստանում քվեների կեսից ավելին։ Գալիս է երրորդ քվեարկությունը։ Երրորդ քվեարկությունը թույլ է տալիս արդեն հարաբերական մեծամասնությամբ,
ընտրել համայնքի ղեկավար ոչ բացարձակ մեծամասնությամբ, այսինքն այնպես ինչպես տեղի ունեցավ Երևանում Տիգրան Ավինյանը ընտրվել է ավականու անդամների ընդհանուր թվի ոչ թե կեսից ավելիով, այլ հարաբերական մեծամասնությամբ 65-ից նրանք կողմ եք 32 հոգի եւ հիմա Տիգրան Ավինյանը Երևանում փոքրամասնության քաղաքապետն է իսկ սա անկայուն իշխանավարում է անընդհատ են մեծամասնությունը 33 հոգին թեպետ միասնական չէ Ընդդրանից մի քանի հոգի բացակայ եղավ, ընդհանրապես դժվար են լինելու նիստ վարելը, էլի, հա, ցնցումներ, լարումներ, կռիվ, ղալմաղալ նիստերի ժամանակ տեսնում եք Երևանի ավականու։ Սա անկայուն մեծամասնության հետևանք է ուղղակի։ Եթե կոնե լիներ 33, ապա կասեր ախպեր ղժացեք, բոռացեք, մենք մեր ուզածը անցկացնելու ենք։ Այս մի դեպքում կարող է լինել այսպես, որ Սարիկ Մինասյանը 14 մանդատով ընտրվում է Գյումրու քաղաքապետ, դրանից բխած հետևանքներով, իսկ հետևանքները ոչ մի լավ բան չեն խոստանում քաղաքացիական պայմանագրին, որովհետև եթե ավականու կազմում իշխող քաղաքական ուժը քաղաքապետը ասենք 14 ավականու անդամի տրամադրությունների է տիրապետում եւ նրանք քվեարկում են իր գաղափարների այն 19 հոգին շարունակ թելադրելու են իրենց օրակարգը Ընդդեղից բերելու է քաղաքապետը բազմաթիվ կարևոր հարցերի նախագծեր այն 19 հոգին որը պաշտոնապ ոչ թե նույնիսկ արգելափակվի են 19 հոգին թեպետ միասնական կոալիցիա չեն կազմել, բայց կարող է ամեն մեկը բերել իր բանը, օրակարգը, ասել չէ, հաստիկացուցակի մեջ այս փոփոխությունը պետք է անես, բանի հնգամյա զարգացման ծրագիրը այսպեսին պետք է լինի եւ ոչ թե քո ուզածով, տարեկան աշխատանքային պլան բաները, ինչ է, տեղական турքերի վճարների տրույքաչափերը ու բազմաթիվ ուրիշ հարցեր, Սարիկ Մինասյանը 14 հոգով բերելու է իր օրակարգը, 19 հոգով ասեն այդպես չի լինելու, եղբայր դու մեր աշխատողն ես։ Այսինքն քաղաքական գերություն է, հա, կամ այս վերջերս օգտագործում է անգլիական թակու կարգավիճակը, մենք որոշելու ենք դու անելու ես։ Դու ես քաղաքապետը, բայց չենք թողնելու քո օրակարգը անցկացնես։ Այս սցենարը այդ տարբերակի դեպքում շատ հավանական է այս տեսանկյունից, եթե պետական իշխանությունը հասկանա քաղաքացիական պայմանագիրը հասկանա, որ չի կարողանալու են 19 հոգուց 3 հոգու համոզել, բացատրել, то չգիտեմ ճնշել տարբեր մեթոդներով անցնել քաղաքացիական պայմանագրի կողմը, քիչ հավանական եմ ես դա համարում։ Ուրեմն Սարիկ Մինասյանն ու ԿՊ-ն պիտի կռահի, որ իրենց լավագույն դիրքը Գյումրու ավականու կազմում ընդդիմություն լինելն է։ Կարող է չկռահեն, կարող է գծեն բռնեն, ասեն, չէ, մի հարաբերական մեծամասնությամբ մենք ենք տանում անենք։ Թիմը ավականու քաղաքացիական պայմանագրի չեմ կարծում, թե քաղաքական իմաստով այնքան հասուն է եւ կենսունակ է, այն մյուսների մասին չեմ էլ ուզում խոսել, հա, այնքան հասուն ու կենսունակ է, որ իսկական պարլամենտական տեղական մագարտակով, հա, կկամենա պայքար մղել, լինել արդյունավետ ռացիոնալ ընդդիմություն եւ տեխնազու առաջ չքաշի, ասի թե թող 13 մանդատով Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, հարաբերական մեծամասնությամբ չի առաջադրվի ԿՊ-ն, Վարդան Ղուկասյանը 13 մանդատով դառնում է քաղաքապետ եւ գերի է ընկնում ԿՊ-ի եւ Մարտուն Գրիգորյանի խմբակցությունների ձեռքը։ Նրանք են սկսում Վարդան Ղուկասյանին աշխատեցնել իրենց ուզածով։ Հասկանում եք, սրանք այս քվեների այսպիսի դասավորություն, երբ չկա գաղափարական այնպիսի քաղաքական հասունություն, որ իրական կոալիցիաներ ձևավորվեն եւ ոչ թե իրացիոնալ, հա, թշնամական ընդդեմ կոալիցիաներ, այսինքն խոսքս արևմտա Եվրոպա Հա, այսինքն ինադու կոալիցիաներ կարող են լինել կամ ոչ պաշտոնական եւ ոչ թե գաղափարական միախմբում, ինչպես լինում է արևմտյան երկրներում, ասենք։ Սա հուշում է, որ Գյումրու ավականու գործունեությունը լինելու է բավականին ցնցումնառատ, անարդյունավետ, վեճեր կռիվներ չգիտեմ ինչեր, հա, ու կարող է սա հանգեցնել ավականու գործունեության խզման, նիստերը չկայանալուն Այդ դեպքում 3 ամիս շարունակաբար նիստը չկայանալու դեպքում կարող է օրենքի ուժով պիտի ավականին լուծարվի։ Իսկ եթե նիստ է գումարվում համայնքապետ ընտրելու համար ու չի հաջողվում համայնքապետ ընտրել վերջի վերջո, ասենք Մարտուն Գրիգորյանի թիմը ելնում գնում է նիստից, քաղաքացիական պայմանագիրը ելնում գնում է նիստից, այսինքն որոշում են տապալել համայնքապետ ընտրելու բանը նիստը։ Օրենքն ասում է, որ 2 շաբաթ համայնքապետ չընտրելու դեպքում նիստը գումարել եւ չընտրել, այդպես է ասում, այսինքն նիստը սկսում ենք այդ օրակարգով, չի հաջողվում համայնքապետ ընտրել 2 շաբաթ շարունակ, ընդմիջումները, բաները ներառյալ։ Օրենքի ուժով ավականին լուծարվում է արտահերթ ընտրություն է լինում։ Ահա սրանք
հնարավոր սցենարներն են, որ կարող են լինել։ Հա, մենք գուշակություններ անել մեզ վայել չենք, այդ տարիքում չենք, էլի, հա, բայց գոնե վերլուծել պարտավոր ենք։ Պարոն Բարսեղյան, իսկ դուք Գյումրիում ծնվելով, ապրելով եւ ներկայումս էլ գտնվելով, ինչպիսի տրամադրություններ եք նշмарում գյումրեցիների շրջանում առաջիկա հնարավոր զարգացումների հետ կապված, ինչ են ուզում գյումրեցիները արդեն կանգնելով այս ընտրությունների արդյունքների որպես փաստի առաջ։ Ձեր զգացողությամբ այսպես բնականաբար դուք սոցհարցումների արդյունքներ չունեք եւ այլն զգացողության մակարդակի է վերաբերվում հարցս։ Շնորհակալություն։ Տարբեր խմբերի, տարբեր տեսակետերի եմ հանդիպել։ Մանավանդ Վարդան Ղուկասյանի այս վերջի հայտարարությունների հետ կապված մարդիկ հայտնվում են իրենց կարծիքն են հայտնում, այսպես ասած, խոսքն են մասին է, որ բանը կանայք դրթում են իրեն մեղ գործեր, ինքը պատրաստ է պայման գնդակահարելու է այն քահանային, որը նույնասեռական ամուսնության կարգ կկատարի եկեղեցում, մանիպուլացնում է, էլի իհարկե, որովհետև ինքը իրեն հայտնի է կոնե, որ հայ առաքելական եկեղեցին նման կարգ չունի, այսինքն տնել հորինել մի բան, գիտեք, այդ մոտարապես նույնն է, որ ասի, եթե Թալյատը կա Գյումրի, ես գյուլելու եմ իրեն։ Եմերել այդ մարդը ոնց կա Գյումրի, էլի գյուլել եմ վախտին, հա, էլ կալը, որ այսինքն տեսեք, ես այս տեսակ բանը դուխով տղա եմ, որ այդ տեսակ իմաստ չունի նման բաներ ասել, են էլ հայ առաքելական Սուրբ եկեղեցու քահանաների հասցեին։ Այս խոսքերի արձագանքները տետաֆաշիստական հայտարարություն է, ակնհայտորեն ինքը դա հասկանում է, թե չի հասկանում, այդ իր խնդիրն է։ Հա, ֆաշական հայտարարությանը երբ քննադատություն է հնչում, եկել նայում ես ծլում են տարբեր տեղերից, մեկը գրել էր քիչ առաջ Գյումրեցի տղամարդկանց կեսը պատրաստ է գյուլել այդպիսի քահանային պայման, այս ապուշությունը, այս աղմաղ նարատիվները, հա, տարածվում են Էլտուսուս, այսինքն այս հետադիմական ծայրահեղական, պահպանողական բառը ափսոս է, էլի դրա համար, էլի, հա, պոպուլիստական լուրջ քաղաքական ուղղությունը, այո։ Այո, այս ցեխոտ մտքերը լուրջ պոպուլարիզացիա են ապրում բարբերաբար, հա, մարդիկ, որոնց մտածողությունը ցավոք մնացել է այդ փակագծերի մեջ, հա, հիացած են Էլտուսուս, տեսար ինչ ըսավ, տեսար ինչ զիլ տղա է, բաման, ֆաշիստական մտքեր արտահայտելը նորություն չեք համաշխարհային պատմության մեջ։ 30-ականներին գերմանացիք բանը շատ հպարտ էին, որ պետք է ոչնչացվեին այսինչ ազգերի ներկայացուցիչները։ Մինչև հիմա ապաշխարում են, տերտգից դուրս գալ չեն կարողանում։ Այստեղ իհարկե մեղքը Փաշինյանից կողմերն է, հիմա չխորանամ այդտեղ։ Հա, կան իհարկե խմբեր, որոնք բանը անթակույց շատ չեն, էլի, ավելի ճիշտ մարդիկ, էլի, հա, հիանում են Ղուկասյան Վարդանի երկրորդ տեղ գրաված լինելու հանգամանքով, իր հավաքած քվեներով իհարկե չափազանց ցածր է համեմատած իր նախորդ ընտրություններում հավաքած քվեների հետ, հա, մեր աջակիցները վաշ-վիշ են անում, բան, այս ինչի եղավ, սպես, ախր այսպես չպետք է լիներ, ախր քաղաքը, ախր մարդիկ, ժողովուրդ ջան, ես շատ սառն եմ նայում սրան, եւ պարտավոր եմ սառը նայել, որովհետեւ ես էմոցիոնալ պայքարի մեջ չեմ մտել, ես քաղաքական պայքարի մեջ եմ մտել երեք կուսակցությունների հետ եւ համարում եմ, որ իսկապես մարդիկ արժե համակարգով իրենց նմաններին են ընտրում։ Չի կարող ասենք կողերի հասարակ ընտրել եւ ակադեմիկոսների հասարակությունը բանը մարդասպան ընտրել որպես իր հնարավոր իղձերի իրականացնող հասարակ է, չէ՞ սա։ Ինչ սկզբունքով են ընտրել, շատ տարբեր սկզբունքներով են ընտրել, մեկը ծրագիր է կարդացել, մեկը պոյ-պուսատին է նայել, մեկը լեզվի ճարտարությանն է նայել, մեկը ասել է, որ իշխանությունը միշտ ճիշտ է, այդով են գնացել, սարիկ են ընտրել եւ այլն, հա։ Այնպես որ այդ տրամադրությունները շատ խառն են, բայց չեմ ուզում ասել, թե քաղաքում ինչ-որ մի աժոտաժ է։ Կա ընդհանրական մի բան, ընդհանրական էլ է սխալ ասելը, ավելի շատ ինձ պատահում են մտքեր, թե բասարան էինք մենք արժանի, կոմունիստներն են ետ գալիս, լենինական փոխենք անունը նորից տնենք Գյումրու անունը, էս է էլի, էս եք դուք, դրսից մեղադրանքները բացարձական ընդունելի են ընտրողների հասցեին, հա, հիմա այդ ընտրողներն էլ հավաքականություն չեն, էլի, տարբեր են, տարբեր խմբեր, տարբեր մոտեցումներ ունեն,
Ես շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր կիսեցին մեր խաղապարները եւ որոշեցին, որ դա քաղաքի զարգացման ամենաարդյունավետ ճանապարհն է։ Հիմա որպես քաղաքացի եւ որպես տեխնացու, նախկին տեխնացու, կամ որպես քաղաքացի, ինձ հետաքրքիր է թե այս ուժերը, որոնք հայտնվել են այնտեղ, ինչպես են իրականացնելու իրենց խոստումները ֆանտաստիկայի ոլորտից։ Ամիբդի Եթե կոալիցվում եք, քաջալերում եք, սատարում եք, ասենք էներգու ուժերը սատարել են արդեն Ղուկասյան Վարդանին։ Այդ երկու ուժերը լուրջ բաներ են խոստացել քաղաքին։ Ղուկասյան Վարդանն էլ է շատ լուրջ բաներ խոստացել։ Հիմա եկուց մյուս օր իրենք ինչպես են իրականացնելու, թե ելնելու են պատմեն, թե ինչու այդպես չեղավ, այն Չերչիլի ասածի նման, հա, ասում է քաղաքական գործիչը նա է, ով բաներ է խոստանում, հետո էլ բանը սկսում է պատմել, թե ինչու չկարողացավ այդ ամենը անել։ Մենք մեր խոստացածը տեսական էինք արել եւ կարող էինք իրականացնել։ Հիմա եթե խորհուրդ էլ հարցնեն, պիտի ասեմ ծրագրերս բաց դրած է, վերցրեք, օգտվեք։ Իրանք խորհուրդ չեն հարցնում, որ իրենք ամեն ինչ լավ գիտեն, էլի Կրեմլից բանից ինչ է անունը թևավորված ներշնչված անձնավորություններ են եւ դրան իրականացնեն իրենց ծրագրերը, հա, այնպես որ կարող են ասել, որ ես չարախնդում եմ բոլորովին, այս քաղաքը ոչ էս ընտրություններով է կործանվելու, ոչ էլ հետո է կործանվելու։ Հարցը այդ չէ, էլի։ Հարցը այն է, որ քաղաքացիները հավաքականության մեջ ընտրեցին պոպուլիզմը, գուցե ահուս հարսապի, բայց մի կարևոր բան կա, որ ահագին մարդ էլ հասկացել է, որ ասենք ճիշտ է բացարձակ չէին ուզում ինչ է քաղաքացիական պայմանագիր ընտրել Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրին հակառակ ինադու տվեցին քաղաքի աչքը հանեցին, էլի, որոշեցին, որ չլինի քաղաքացիական պայմանագիրը ով ուզում է լինի, գնացին ում ուզում է քվեարկեցին, մեկ էլ հիմի նայում են, որ այս ավականին ոնց որ թե բանը իրենց իղձերը չի կարող իրականացնել, բանկապարտեզները ծերի դարձնել չի կարողանա եկոս միսոր փողերով տակ Երևա, էլի, որովհետև այն ինչ մենք էինք նախատեսել փողերը ավելացնելու, այս ավականին չի անելու դա, որովհետև շահեր ունեն, այս ավականին չի կարողանալու հասարակական տրանսպորտը դարձնել մինչև գիշերը ժամը 23-ը, խոսքս այն մասին չէ, որ մի հատ գազել ժամը 11-ին ֆռա մարդկանց հավաքի, դա գուցե անեն, էլի, հա, բայց խոսքս կանոնավոր աշխատանքի մասին է, շների ստերջացման եւ բանի, ինչ է անունը, ապաստարանների կառուցման ու բազմաթիվ ուրիշ բաներ, համաչափ զարգացման ահռելի փող է ուզում եւ այս հնարավոր ձևաչափը ավականով չի կարողանալու դա ապահովել։ Հիմա եկուց մյուս օր ես իրական բան եմ ասում, որը նախկինում եղել է բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, տեսփանատներ, տեսփաններ դիմել են ինձ օգնելու առաջարկություններով եւ դիմելու են։ Հիմա ես շատ եմ կասկածում, թե բազմաթիվ տեսփաններ, միջազգային կազմակերպություններ լսելով Ղուկասյան Վարդանի ֆաշիստական արտահայտությունները ցանկություն կունենան ընդհանրապես մոտենալ հետը բան զրուցել։ Կլինեն երևի ոմանք Ռուսիայից եկած, հա, թող կան օգնեն։ Okay, ինչ է եղել, եթե Ռուսաստանը, Կրեմլը, կոմունիստական կուսակցությունը, Եդինայա Ռոսիան գալու է ներդրումների, բերի ֆինանսական, то չգիտեմ, փողոցներ ասֆալտից տեղ, խաղ հրապարակներ սարքի, այն ինչ որ խոստանում էին, մեծ 500 միլիոն դոլարի ներդրում անի, թող կան անեն, բայց այն մնացածը արևմտյան աշխարհի քաղաքակիրթ աշխարհի ներկայացուցիչները, տեսփանները, տարեկան մի 15 տեսփան հանդիպում է գալիս այստեղ զրուցում ենք, ինչ անենք, ինչով օգտակար լինենք, հիմա որ կան ես այդ մարդկանց ասեմ քաղաքապետը ենթադրենք Ղուկասյան Վարդանն է հանգարց միամիտ նման պետք է ասեն ախպեր ջան ոնց որ թե ինքը այս տեսակ հայտարարություններ էր անում էլի կանանց հասցեին ինչ է փոքրամասնությունների հասցեին ոնց էս պատկերացնում որ այդ մարդու հետ մենք կարող ենք զրուցել նույնիսկ էլի շատ բարդ դրության մեջ դրեց իրեն Վարդան Ղուկասյանը նույնիսկ Այս վերջի հայտարարությունն էլ որ չաներ, կարելի էր մտածել, թե ինչ-որ շանս կա, որ հետը կարող են Մարտուն Գրիգորյանը մտածելու է, թե լավ, լեն անձնականը իր հերթին, то ես իմ Սերժ Սարգսյան եւ Քոչարյան Ռոբերտ հնարավոր քննարկումն ու համաձայնությունը իր հերթին Մարտուն Գրիգորյանը աջակցելու է արդյոք ֆաշիստական հայտարարություն անող քահանա գնդակահարելու պատրաստակամություն ունեցող Վարդան Ղուկասյանի հետ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները որևէ հույս չեն ներշնչում զարգացման շանսի համար։ Այնպես որ այս մտքերը դեռ երկար են քննարկվելու, վերլուծվելու տեղի ունեցածը, այս հայտարարությունները գումարած
Վարդան Ղուկասյանի հետ կապված քրեական գործերը, որը պետությունը չլչլում է արդեն 5-6 տարի, հավանաբար սպասում է, որ վարեմության ժամկետը վրա կտա։ Մեկն էլ 3 բացեցին։ Պլյուս ապօրինի վերադարձի հարցերը, այո։ Մեկն էլ 3։ Ասեք, պարոն Մեհրաբյան։ Հա, մեկն էլ 3 հարուցեցին եւս մեկը։ Երեկվանը խոսքի հետ էր կապված, իդեպ, երեկվա բանը քրեական վարույթը, որ նախաձեռնվել է, այն հայտարարությանն էր վերաբերվում, թե հեռախոսային ցայնագրության մասին էր խոսքը, չգիտեմ, ոստիկանության օպերատիվ բաններ արել, խումբը թե ԱԱԾ-ներ արել, էական չէ, երբ ինքը բանը ստիպում է մարդկանց գնալ հավաքի, ինչը քրեորեն հետապնդելի արարք է, եւ այդ հոդվածը, դու մի ասա, երկրորդ մասով նախատեսում է պաշտոններ զբաղեցնելու արգելք որպես պատժամիջոց, ի թիվս այլ պատժամիջոցների, եթե չեմ սխալվում, 2-ից 5 տարվա պաշտոններ զբաղեցնելու արգելքի սանկցիա կա, եթե տեղի ունենում այդ հայտարարության, այնտեղ որ քրվում է, էլի այդ մարդկանց, անմեղ մարդկանց հայոյում է, եւ բերեք կգաք այնտեղ հələ չգան այս կոմենկոմ, հա, եթե այդ գործը քննվում է շատ արագ, այնտեղ պարտման չկա, էլի բացահայտելու, բարձելու, ինքն էլ ընդունել է, որ դա իր խոսքերն են, եւ տեղյակ չի եղել, որ քրեական օրենսգրքում նման հոդված կա։ Տնելու են եկուց մյուս օր դատարանն է որոշի, որ այդ մարդը պաշտոններ զբաղեցնելու իրավունք չունի։ Իսկ ֆաշիստական հայտարարությունը, որը 3 առաջ օրն արեց, հա, դրանից առաջ էլ է ունեցել նման հայտարարություն։ Ազգային ժողովի դահլիճում էլ է խոսել են մասին, որ վառել է պետք բանը իր իմացած սեռական փոքրամասնություններին, որը հարցնես ԼԳԴՊ ինչ է նշանակում, որ ինքը օգտագործում է, հա, այդպես սխալ ձևակերպումներով, բաներով, չի էլ իմանա ինչ խոսքը ինչի մասին է։ Դա էական չէ, բայց այդ հայտարարությունները ամեն մի հայտարարությամբ ինքը իր դրությունը ավելի բարդացնում է։ Կողքը մեկը չկա, ասի այն երկեղնի, որ մի քիչ խոսասել է այդ թեմաներով, մանավանդ դու դրանից չես հասկանում, հա, ուզում ես պոպուլիստական քվեներ շահել ու թամաշա են անում լրագրողները, կայֆավատ են եղնում, ինքը դա չի նկատում կամ նկատում է, որոշում է, որ դեռ Սերժ Սարգսյանի, Քոչարյան, Ռոբերտի ժամանակներն են, կարող է ինչ ասես խոսի եւ անցնի գնա, էլի։ Հիմա եթե այս իշխանությունն էլ չուզենա որևէ գործուն ազդեցություն ունենա, շատ կոնկրետ այդ հայտարարությունների հետևից գնա, հանրային ճնշումը եւ հասարակական կազմակերպությունների անհատների ճնշումը բավականին լուրջ է, ճիշտ է առայժմ դա չի զգացվում, բայց դա լուրջ է լինելու, եկուս մյուս օր ինքը պետք է պատասխաններ տա դրա համար։ Լեզվին տալով, հետո ելնել ասելով, թե կադագ եմ արել, տեսակ չէ, մի քանի այդպիսի դեպքեր եղան Պետրոսի հետ հարցազրույցի ժամանակ, այդպես ցրելով, ջրելով չի լինի։ Այն թակավորության ժամանակներն անցել են, ինքը ցավոք 13-14 տարի ետ է մնացել այն ժամանակներից։ Իրեն թվում է, թե մոտավորապես Նապոլեոն Բոնապարտի պես ետ է եկել, մոռանալով, թե հետո ինչ եղավ, էլի։ Շատ շնորհակալ եմ, պարոն Բարսեղյան, ձեր կողմից այս հանգամանալից դիտարկումների եւ եզրակացությունների համար, որ դուք ներկայացրեցիք մեր հեռուստադիտողին եւ ձեր ժամանակից հատկացրեցիք մեր եթերին, ամենայն բարիք, հաջողություն։ Շնորհակալություն։ Հա, մենք լսեցինք մեր գործընկերոջը, Ասպարեզ ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանին, իր դիտարկումները կապված Գյումրիում ներկայումս տիրող իրավիճակի հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։